վերջի 500 տարին դա եվրոպական քաղաքակրթության ժամանակաշրջանն է։ Բոլոր պատերազմները եվրոպական երկրներն են վարել, պատերազմներից հետո միմյանց հետ նստել են, մեկը պարտվել է, մեկը չի պարտվել ու Եվրոպայում, երբ որ հարցերը լուծվում էր ամբողջ աշխարհի հարցը, որովհետև Եվրոպան առաջընթացի կենտրոնն էր, Եվրոպան գիտության կենտրոնն էր, Եվրոպան գաղութատիրական երկրներ են եւ իրենք միշտ որոշում են աշխարհի ապագան։ Հիմա Եվրոպան դուրս է մնացել եւ սա ոչ թե Ուկրաինայի կապիտուլյացիան է, սա Եվրոպայի կապիտուլյացիան է։ Այդ դրա համար Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան հիմնական եվրոպական երկրները խոսում են կապիտուլյացիայի մասին, բայց ոչ թե Ուկրաինայի կապիտուլյացիա։ Խոսելով Ուկրաինայի կապիտուլյացիայի մասին իրենց դառնան Եվրոպայի եւ հիմնական իրենց հարցը այնն է, նույնիսկ կետերը չեն կարեւոր իմ տեսակետում, այլ հիմնական հարցը այն է, որ իրենք սեղանի շուրջը նստած լինեն։ Այն տեսարանը, երբ որ Տրամպը իրենց ընդունեց 7 ղեկավարներ իր առաջ սեղանի վրա շուրջը նստած էին, որպես բաներ, հա, ոնց որ աշակերտներ նստած են եւ Տրամպը թելադրում էր։ Եվ ինչ է ասում Տրամպը, ասում է պատերազմը կարող շարունակվի, բայց դու խաղակարգեր չունեք։ Եթե դու խաղակարգ չունես, դու սեղանի շուրջը չես նստում։ Այսինքն, այս պատերազմը ավարտը որոշելու են Ռուսաստանը եւ Միացյալ Նահանգները։